Ավշային համակարգ և օրգանիզմի թունավորում։ Ինչպես մաքրել մեր ներբջջային հեղուկը ավելորդ տոքսիններից, որոնք կուտակվում են վիրուսներից, բակտերիաներից, սննդից, օդից, դեղորայքից։ Ահա մեկ պարզ վարժություն, ինչպես ակտիվացնել ավշի հոսքը։ Առաջին օգտակար շարժումը դա դիաֆրագմալ կամ ստոցանիական շնչառությունն է, որը հանդիսանում է պոմպ։ Ներքևից վերև, վերջույթներից դեպի կենտրոն հավաքում է ավելորդ հեղուկը և սկսում հեռացնել բնական ճանապարհով։ Սովորում եք ստոցանիով ճիշտ արտաշնչել արտաշնչի ժամանակ, որովայնահետ շունչի ժամանակ լցվեց օդով։ 5-ից 10 անգամ շնչում արտաշնչում եք որովայնով, որպեսզի ակտիվանա ստոցանին։ Այնուհետև սկսում եք ակտիվացնել վերջույթները և ծայրամասերը։ Կատարում եք վիբրացիոն շարժումներ, թափահարումներ։ Բարձրանում եք ոտքնաթաթերին, իջնում կրունկների, ոտնաթաթերի, կրունկների։ Այդ շրջանում կարելի է շարունակել թափահարումները, վիբրացիաները, ուսագոտու շարժումները։ Մկանային աշխատանքը ակտիվ հանդիսանում է պոմպ, որպեսզի քաշի ծայրամասերից ավելորդ հեղուկը տոքսիններով և ստիպի հեռանալ բնական ձևով։ Այս վարժություններից բացի օգտվեք Aeroflex տեխնիկաներից և տոքսիններից մաքրվելը կդառնա շատ հեշտ միջոց։